կապված ձեր կոչը, ձեր շնորհավորանքը նաև ենք ինձ շնորհավորում։ Շնորհակալություն, այսօր խոնարհվում եմ եւ շնորհավորում եմ հայոց բանակի նվիրյալներին, այդ թվում մեր երկնային բանակի տղաներին, խոնարհվում եմ բոլոր մեր հերոսների շիրիմների առաջ։ 27-ը հիշատակի ամբողջին։ Կարող էին օրինակ նոյեմբերի 9-ը դարձնել, վախեցան ասոցիացիա, ստեղծի իրենց այդ պատմությունը։ Դե 27-ը նաև ընտրվեց գուցե այս փառավոր նշանակությունը կամ դերը նսեմացնելու համար։ Այսպես իմ կարծիքով օտարածին իշխանությունից այլ բան սպասելի չէր։ Իրականում 27-ը հունվարի նշանակեցին, այսպես ընդունեցին որպես խոնարհումի օր, որպեսզի իմ կարծիքով ստվերեն սեպտեմբերի 27-ը։ Իրականում, եթե այսպես նայենք սեպտեմբերի 27-ը պետք է համարվեր հիշատակի խոնարհումի օր, որովհետև հենց սեպտեմբերի 27-ից սկսվեց մեր հայրենիքի հանձնումը, սկիզբ դրվեց մեր հայրենիքի հանձնման։ Ուղղակի ասում են հիմնավորում են իշխանության ներկայացուցիչները, որ այդ օրն են ընտրել բոլոր պատերազմների հերոսների շնորհակալելու համար։ Ես հասկանում եմ, բայց կարելի էր ավելի ուրիշ օր ընտրել, որ չհամընկներ այլ պետության ինչ որ ցեղասպանության օրվա հետ կարելի էր եւ ուրիշ ավելի նեյտրալ օր ընտրել, բայց իմ կարծիքը 27 սեպտեմբերի ամենահարմար օրն էր, որովհետեւ հենց սեպտեմբերի 27-ից սկսվեց հայ ժողովրդի, այսպես ասած, սև օրերը։